Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր նորից ուղիղ եթերում ենք, այսօր մարտի 8-ն է, ես շնորհավորել եմ մեր բոլոր հայրենակիցներին, մեր քույրերին, մայրերին, աղջիկներին, իրենց մարտի 8-ը, բայց այսօր ես ուզում եմ հիմա խոսել մի անձից, Վարդան Ղուկասյան, ձեր իմացած դոգից, նորից փորձում եմ ես իմ աջակցությունը, որովհետև ես ասել եմ, որ նա մեր հայրենակիցն է, ինձ ճանաչողները լավ գիտեն, ես մարդապաշտ չեմ եղել, ես կուսակցության մեջ չկամ եւ երևի չլինեմ, ես աստվածավախ մարդ եմ եւ Աստծուն եմ պաշտում, իսկ Վարդան Ղուկասյանը մեր հայրենակիցներից մեկն է, որ նա փորձել է ինչ-որ ձև մեր հայրենակիցներին օգնած լինի եւ ինչու ոչ եղել է պահեր, որ նա օգնել է իմ կողմից դրված բողոքները, իսկ դրա համար ես չեմ կարող մարդու, երբ որ մարդը քեզ ձեռք է բռնում ու անկախ նրանից մարդու տեսակը կամ այդ մարդը վաղը ինչ իրեն թույլ կտա, ես միշտ ասել եմ, իմ համար հոգին վաճառած մարդը, երբ որ նա հոգին է վաճառում, պիղծը եւ հայրենիք վաճառով իմ մոտ տեղ չունի, այո, ես չեմ ներում, իսկ մարդ, երբ որ նա մեղավոր է եւ մենք բոլորս ենք մեղավոր, բայց դրա հետ միասին, երբ որ նա անում է գործ հայրենիքի համար, թողնելով իր անձի անվտանգությունը, ու մարդ, որը ինձ անձամբ օգնել է մի քանի հարցերով, որը շատ կոռեկտ արձագանք է եղել իր կողմից, բարձրաձայնել է եւ դա արդյունքը ես տեսել եմ, դրա համար ես ասում եմ իմ շնորհակալությունը Վարդան Ղուկասյանին, որ եւ ես չեմ կարող չաջակցել այդ անձին, նորից եմ ասում, սիրելի իմ հայրենակիցներ, սխալ չհասկանաք, եթե լիներ Պողոսյան Պողոսը կամ Պետրոսը, ես նույն ձևի կվարվեի, որովհետև նա մեր հայրենակիցն է։ Ես ուզում եմ, որ իմ կոչը լինի ամսի 10-ին Ամերիկայի մեր հայրենակիցներին կոչս, որ միավորվեն, ես երեք ունեցել եմ խոսակցություն Լոս Անջելեսում, մեր աղբոր հետ, որ դաժե ուզում են, որ մեծ ավտոբուս վարձեն, որ Լոս Անջելեսից Լաս Վեգաս գնան եւ մեր աջակցությունը Վարդան Ղուկասյանին, ես շատ ողջունում եմ այդ քայլին, տղեկ էդի արեք, որտեղ շատ կարեւոր է, որտեղ երևի կան մարդիկ, որ ես ինքս եղել եմ այդ ճանապարհին, 400 կիլոմետր գնալ, 400 կիլոմետր գալ, դա իրոք երկար ճանապարհ էր, շատ լավ գաղափար է, որ ունենաք երկու կամ չգիտեմ մի քանի ավտոբուսներ, որ կարողանաք ժողովրդին Լոս Անջելեսից Լաս Վեգաս տեղափոխելու մեր աջակցությունը մեր հայրենակիցին, դա շատ կարևոր է, գիտեք, այսօր եթե մենք այս քայլերը չանենք, հաջորդը դա մենք ենք, իմ զարմանքը ուղղակի գիտեք ինչու՞մն է, որ ես այս մի քանի օրը լռում էի ու նայում էի էջերում, ոնց որ թե Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան չի կատարվում, որը այդ լռությունը շատ մեծ դժբախտություն է բերելու մեր երկրի, ես դա ասել եմ, որ մենք շատ շուտով կոլապսի ենք ենթարկվելու, ուզենք թե չուզենք, որովհետև այս տեսակ քաղաքականությունը, որը որ դրված է մեր երկրի սահմանների եւ մեր ինքնության դեմ, սա այս տեմպով չի կարա շարունակվի։ Իսկ Վարդան Ղուկասյանը նա մի մարդն էր այս պահին, որովհետև կան մարդիկ, որ ավելի շատ շուտ ձերբակալված են ու հիմա ոչ ազատության մեջ են, այս պահին դա այդ շարժող ուժը Վարդան Ղուկասյանն էր, ես իմ կարծիքը չեմ փոխում, կան շատ կարծիքներ եւ վարկածներ, որ Վարդան Ղուկասյանին ուղղակի ինչ-որ է սցենարը, ամեն մեկի իր կարծիքը, ոնց ասեմ, ես չմեկնաբանեմ մարդկանց կարծիքներ, ես ունեմ իմ կարծիքը այս դիրքավորոշման, որ սա մեծ քաղաքական պատվեր էր, ու ես նորից ասում եմ, այո, մենք աջակցելու ենք, Վարդան Ղուկասյանի դուրս լինելը, եթե նա ազատության մեջ լինի, դա մեզանից է կախված, սիրելի հայրենակիցներ, որ մենք կարողանանք ճիշտ
մեկնաբանենք եւ պահանջել, որտեվ ստեղ չենք խոսում, թե ես միշտ ասում եմ, դատապարտել եմ միշտ անկախ Վարդանը գնի թե Պողոսը, երբ որ մտնում են ընտանիք, չնայած դա զենքն էր, որ ինքը կարողացավ այդ ձև դնել, բայց մի պահ մենք պետքա հետ գնանք իր անցյալը, թե ինչից իրան բռնել էին, նստացրել էին 300,000 ճագրթավորի համար, հետո փախել էր իր մամայի հետ։ Գիտեք, մարդուն երբ որ ցավ են տալի ու մարդը չի կարող այդ ցավը հետ տա, դա գրուբի ասած, դա կոչվում է աբիժնիգես, այդ բառը ուղղակի հայերեն ես 1000 անգամ կներեք, չգիտեմ, վիրավորված, հա, վիրավորված ես ու վիրավորված մարդուն թողալ արժանապատվությունը, երբ որ մարդը իր արժանապատվությունը գիտի եւ վիրավորված է, նա ամեն ինչի պատրաստ է, եւ ես համոզված եմ, որ Վարդանը դոգը չէր պատկերացնի, որ ինքը այսքան կարող էր ժողովրդի կողքին լինել, թե սիրված թե չսիրված, երկու կողմներ պետք է մենք օբյեկտիվ խոսենք, բայց ինքը փորձեց իր ցավը, առաջին իր ցավը բարձրաձայնել ովայի կամ մնացած անձերի դեմ, ուղղակի նա լինելով օտար երկրում փորձում էր դադարվել այն ցավը, որ ինչի ինձ ցավ տվեցիք կամ ինչի ինձ ես արեցիք, ես դա հասկանում եմ, ու այդ ինչին բերեց հասցրեց մինչև այս ամեն ինչին, դրա համար ես իրան հասկանում եմ, ճիշտ է, կամ բաներ, որ ես համաձայն չեմ, բայց այդ երբ որ մեկին մարդ հայոհում է, պետք է հարց տանք առաջինը ինչի համար ես հայոհել։ Ես սենց եմ տեսնում, որ այսօր Վարդանի 70-80%, որտեղ ինքը մարդը մենք բոլորս սխալական ենք, թող ոչ մեկ հրեշտակ չխաղա, չասի, որ ես հենց նոր երկնքից եմ իջել, բայց Վարդանը երկրի վրա էր, ոչ, մենք բոլորս էլ սխալվում ենք, կան սխալ ինֆորմացիաներ, կան սխալ էմոցիաներ, մանավանդ ուղիղ եթերում կարող լինի էմոցիոներ խոսակցություններ, որը կարա սխալմունք գա, ես միշտ ասում եմ, ամեն ինչ կարա մանավանդ ուղիղ եթերում լինի, էմոցիոներ մանանդ որ զանգում են ասում են երեխաս այս պահին էսա կամ ամուսնուս գցել են կամ հորս սպանել են կամ չգիտեմ վերջիս եղածը գողացել են էս են արել ես հարց տամ բա այդ գողացողը տանողը որ տանում էր այդ ընտանիքներից հա բա նրան էլ երեխա ուներ մենք միշտ մի կողմն ենք գրքի միշտ կողմ մենք սովոր ենք միշտ գիրքը մի կողմից կարդալ ու չհասկանալ լավ բայց երկրորդ կողմը ինչ ասում եւ պատճառը դա էր հենց երկրորդ գրքի պատճառը դա էր որ Վարդանը ժամանակի այդ մի ժամ ու կեսի մեջ մտնելով ինքը փորձում էր զենք սարքեր այդ հայոյանքը եւ մտնել այդ մարդկանց տունը որ գոնե ստափեցներ կանգնեցներ կամ հաջորդը եթե նա չէր կարող օգտած լիներ այդ անձին բայց այն հաջորդը գիտեր որ եթե ես հեսա մի հատ ավելի գրոբի բան արեցի Վարդանին կասեն գա կմտնի մեր տունը դա դարվել ավանդույթ հիմա լավա թե վադա սա երկար պատմություն է որ լավի ու վատի մասին հիմի ժամանակ չունենք խոսալու որտեղ մեր երկիրը կոնկրետ ես ասում եմ կանգնած է մեծ կոլապսի դեմ այս պահին ոնց որ թե ես ապրում եմ նոյի օրերում Աստվածաշունչն ասում էր որ բոլորը հանգիստ էին ուտում էին խմում էին ով ում ինչ ուզես անում էր բայց հանգարց թե Աստված այդքան ժողովրդի միջից մեկ հոգու խնայեց եւ մնացածին չխնայեց որովհետեւ նրանց արած գործերը մեղք էին շատ մեծ եւ երկրագունդը լցեց ջրով հիմա ինչ եմ ուզում մեր հայրենակիցներին կոչ անել իմ կողմից լինելով ես էլ եմ ասում ես բլոգեր չեմ ես հայ եմ ապրելով օտար երկրում 30 տարի հասկանալով մեր ցավը ես ինքս չեմ բարձրաձայնում դեռ իմ խնդիր կարելի է խնդիր կոչել բայց այսօր ես բարձրաձայնում եմ մեր հայրենակիցների խնդիրը որտեղ դա իմ տունն է այդ հայրենի կոչվածը դա մենակ քո հայրենիքը չի դա իմ հայրենիքն է այսօր ես ունեի խոսակցություն մի քանի մարդկանց հետ ես տարբերակը բերեցի պատկերացնում եք որ ունենք 2-3 հարգանի տուն եղբայրներով ապրում են եւ հանգարց մեկը գալիս է մի եղբոր հետ հարց է ունենում այդ նույն շինության մեջ դու քո սենյակի մեջ ասես դե լավ դե հենա առաջի հարգումի ջլում անի հաջորդը դու ես նշանակում է եթե դու այսօր Հայաստանի մասին 10 միլիոնից ավել հայրենակից չի կարողանում բարձրաձայնել բայց սպասում է թե 30 եվրով վիզայի տոմս եփա գնելու եւ թռնի Հայաստան հողիդ մեռնեմ ջրիդ մեռնեմ քյաբաբ խորոված այնտեղ լավ սիրուն խոսքեր հա ես մի բան կասեմ որ դա ժամանակավոր եւ խայտարակ ձևով մենք կորցնել ենք մեր երկիրը եթե մենք այս տեմպերով շարժում ենք ես ոչ թե վատա տեսեմ ես շատ լավա տեսեմ բայց
ես տեսնում եմ ռեալը, ինչա կատարվում։ Իմ հետևում հերոս տղեկն են, որ այսօր մեր կողքին չեն։ Նրանք են տղեկն են, որ 30 տարի ամեն գին տալիս էին, որ իրանց սպանեին, բայց չէին կարում, որտեղ նրանք հզոր էին, նրանք տեղում էին, ես պետք է մի փոքր այսպես նստեմ, որտեղ հիմա շատ կարևոր է այս մեր հերոսներին ամեն անգամ ցույց տալը, ու նայեք ինչ կատարվա մեր երկրում, եթե նրանք փորձեցին մեր հերոսներին եւ մեր հավատքը կոտրեն, այս պահին ես չեմ տենում, հենց այս պահին, որտեղ բոլոր այն ուժերը, որ կային, բոլորը կամ նստած են, կամ, չգիտեմ, խնդիրների առաջ են կանգնացրել, ու ինչ-որ թե միտեղ շատ հանգիստ է, ես հենց այս հանգստությունը, ես մեկնաբանեցի իմ կարծիքը, որպես Հայաստանի քաղաքացի եւ հայ լինելով, որ Վարդանին լռեցնելը, դա ես չեմ ասում կսխալվեմ կամ չեմ սխալվի, որովհետև նախքան ամսի 10-ի դատը ես ասեցի, որ ամսի 1-ին, երբ որ իրան բռնել էին, որ ժողովուրդը ոտքերի, ես ասեցի, որ ամսի 10-ին մենք ինչ-որ մի բան կլսենք եւ լսեցինք, հենց այս օրը ասեցի 10-ը, որ շատերը զարմացել էին, բայց եւ դու որտեղից գիտես, դա արդեն հարցի մյուս կողմն է, որ արդեն 10-ին, այս գալող 10-ին պետք է դատը լինի, ես դրա մասին խոսել եմ, բայց հիմա ես իմ կարծիքն ասեմ, որ սա պետական մի մեխանիզմ էր, պետական ձևով դրված, որը պետքա Վարդան Ղուկասյանը ուղղակի լռեցվեր եւ փորձեն նրանք մաշեցնել, մինչեւ հասնեն սահմանադրությունը փոխելը։ Ես ասում եմ, երբ որ սահմանադրությունը կփոխվի, ես շատ անգամ խոսում եմ մեր հայրենակիցների հետ, համայնքների ղեկավարների հետ, տարբեր մեծ հզոր բիզնեսմենների հետ, ես իմ կարծիքն ասում եմ, որ տղեկ, եթե սեն շարունակվի, մենք ես չեմ կարող դա դաժե պատկերացնեմ իմ երազի մեջ, թե ինչ կկատարվի շուտով մեր հետ, որպես հայ կոչվելը, որովհետև այս ամեն ինչը իրանք արդեն սկսել են, տանում են վերջին, այս ամեն ինչ ունի վերջ, որը մենք տեսանք Ադրբեջանի կարկառուն դեմքերից մեկը իրանց պետական ալիքով խոսեց, որ եթե Հայաստանը չհամաձայնվի, շատ վատ վերջ կունենա Հայաստանը, լինել եւ չլինելու, եւ դա ուղղակի խոսքեր չէր, իսկ դրա մասին մենք խոսում ենք արդեն տարուց ավել եւ ամիսներ, որ ավելի մոտենում ենք, ասում ենք, լսեք, սիրելի հայրենակիցներ, ինչին եք լռում։ Դա մենակ Վարդան Ղուկասյանի կամ մնացած աղբերները, որ այսօր բերդում են, իրանց հայրենիքը չի, դա մեր բոլորի հայրենիքն է եւ մենք պետքա բոլորս միասին հավատացնում եմ ձեզ, ես կլինեմ թե Պողոսը, թե Մեկելը, իշքան էլ մենք փորձենք խոսել եւ իշքան այս եթերները տանենք, մարդիկ, հազարավոր մարդիկ նստում են իրանց տներից, լսում են, դա լավ է, բայց մի կողմից էլ շատ վատ է, որ դուք մենակ լսում եք եւ գործ չեք անում։ Էսի արդեն շատ վատ է այդ լռությունը, լսում եք, հանգստանում եք, մարդիկ կա համաձայն չեն, մարդիկ կա համաձայն են, մարդիկ կա ուրախանում են, մարդիկ կա տխրում են, սա հարցի լուծումը չի մեր երկրի, սա մեր բոլորի տունն է, սա մեր բոլորի խնդիրն է, որ մեր մոտ դրած է, ես ասում եմ, ես հայամետ եմ, ես ապրելով 30 տարի Եվրոպայում, ես ոչ Եվրոպա մետ եմ, ոչ Ամերիկա մետ, ոչ Ռուսամետ, ես միշտ համաձայն եմ, ով որ կլինի այն տեսլականը, որ մենք ունենք մեր Հայաստանի պատկերացումը, որ մենք լինենք մեր ինքնությունը եւ մեր հայը եւ մեր հոգին, մեր հավատքը, կհամագործակցենք, կփորձենք այդ երկրի հետ ինչ-որ մի բան անելու, ոնց որ հիմա անում ենք, բայց իմ համար հայամետ լինելն այսօր, որ կողքին լինել մեր հայրենակիցների, անկախ նրանից անունը ինչ է, գտնի Վարդան Ղուկասյան, գտնի Պողոսյան Պողոս, այո, մենք ունենք հիմա եղբայրներ, երկոր վաղը կունենանք էլի եթեր, ուզում եմ ասեմ, որ մինչև ամսի 12-ը մենք ունենալու ենք եթերներ, որովհետև ես ուզում եմ հենց այս պահին առիթը օգտվել ասելով, որ 12-ին, մարտի 12-ին Աբովյանում ես կդնեմ այդ էջը, տեղը, ունենալու ենք դատավարություն, որը որ աբսուրդային դատավարություն է Սերոբ Գասպարյանի, մեր Սև Հովաս ռազմահայրենասիրական հրամանատարի դադնա լինելու, մարդ, որը կորցրել է եղբայր, հրամանատար եւ
եղբոր-որդի ու այսօր փորձում են այդ անձնավորությունը լրացնել եւ փորձում են այդ անձնավորությունը դատեն ես այն մարդկանցից մեկն եմ որ շատ մոտ կանգնած եմ եղել Սերոբ Գասպարյանի կողքին իմանալով բոլոր քայլերը որ նրա պես հայրենամետ եւ հոգեվոր տեսակ եթե չճանաչեի կարող եմ միտեղ ասեի չգիտեմ չեմ կարող ասեմ զինվորական է թե այնտեղ ինչ ագավորքեք հա գնացեք կամ ինչ եղել եթե չճանաչեի նույնը Ռոստամին որը այդ ֆանատիկոս տեսակը ինքը իր տեսակով որ իմ համար մեծ օրինակն է որ այսօր Ավստրիայի Հանրապետությունում կա Սև հովազի օֆիս չեմ կարող ասել օֆիս եթե չգիտեմ հայերեն ոնց են ասում օֆիսը հա որ մեր հավաքատեղն է որ մենք փորձելու ենք բոլոր կրված տղեկի հետ հանդիպումներ կայացնելու եւ այն դրոշը այն անունը փառքով եւ պատվով պահել Եվրոպայի մեջ եւ փորձել մեր սերունդին ցույց տալ մեր հերոսներին թե նրանք ինչ են արել լռել դա ուղղակի նշանակում է հաջորդը դու ես Հենց դու, հենց ես, որովհետև ես մենակս չեմ կարա իշքան էլ խոսեմ, իշքան էլ լավ կամ վատ խոսեմ, սխալական խոսեմ կամ ճիշտ խոսեմ, ես չեմ կարա մենակս Հայաստանի սահմանները պահելու, իշքան էլ որ դու քեզանից կոչում ես քեզ հայրենասեր, այո, ես ինձ կոչում եմ հայրեն, ես սիրում եմ իմ երկիրը, ես սիրում եմ իմ հայրենը, ես սիրում եմ իմ հավատքը, բայց ես մենակս չեմ կարող Ոչ էլ դու կարաս մենակ, մենք կարանք միայն բոլորս միասին թողնելով այս ինչ անական, այն ինչ այնական, իհարկե այս կան այս 4 հոգին, որ եկել են Լևոնից բռնած մինչև Նիկոլ Փաշուղլի, հա, իհարկե դա մեծ դաս է, բայց այդ դասի հետ միասին մենք չունենք ինչ-որ մի տոճկա, որ տանք ու ասենք ստոպ, հələ մի րոպե ինչ եք անում դուք։ Դրա համար այսօր կան շատ տարբեր մարդիկ, այսօր շատ գաղափարով ավելի հզոր մարդիկ կան, որ կարելի է հաշվի նստել։ Նույնը տեսեք ասում եմ Դոգը Վարդանը այն օվկիանոսից ենկում ինքը կարում էր շարժել այդ շարժը ինքը կարում էր տալ։ Ես ասում եմ դրա համար իրան կանգնեցրեցին այս ամեն ինչի դեմ, սա մի պետական մի զակաս է։ Զակաս ասել ես օրենքը շատ լավ տիրապետում եմ։ Իմ համար ինչա կատարվել Երբ որ մարդիկ ուղղակի բողոքում են այսինչանը վատախոսմա բան, դա պետության համար ուղղակի ոչ մի բան է։ Այսօր դու կարաս ասես քո հարևանի հետ վրան բողոքես, այսօր կարաս ասես, չգիտեմ, մի հատ մեքենա արականստի կարաս այդած բողոքես, կարա դա լինի, կարա հարց ու պատասխանի, բայց դա չի նշանակում անձին փագելը, հա, այն էլ էս, որտեղ Վարդանը, եթե դուք հիշում եք, ավելի շատ գրոբի Արցախի հարցներ խոսում, վարված մեր երեխաների հարցներ լուծում, մնացած, չգիտեմ, օլիգարխների այնտեղ հայրանք էր անում, հարցեր էր լուծում, էս էր անում, նրան չէին կարող ոչ մի ձև, ինչ-որ մի ձև լիկվիդացնեին, հա, չէին կարող, ինչ-ինչ պատճառով, չգիտեմ, թե ինչ պատճառով չէին կարող, կամ չէին ուզում, կամ այդ թե ինչ էր, ես չեմ կարող բարձրաձայնեմ, կամ չգիտեմ, ես կարող եմ կարծիքը սխալնի կամ ճիշտնի, բայց երբ որ Ես էլ եմ ասում, շատ մեկնաբանողներ կան քաղաքական, որ ավելի պրոֆեսիոնալ արևի գրագետ կարող են նրանք բացատրեն, բայց ես մի բան ուզում եմ ասեմ, որ ես այդում եմ մի բանի, որ Վարդան Ղուկասյանի կանգնեցնելը, ստեղ մի բան կա, որտեղ իր վերջի եթերում նա ասեց Նիկոլ, ես չեմ թողնի ժողովուրդը, ես չեմ թողնի քեզ, որ դու կարողանաս փոխես սահմանադրությունը։ Եվ այդտեղից հետո արդեն նրան տարան համապատասխան տեղ։ Սա էր խնդիրը, որ ես ասեցի մի րոպե, այս կան ավելի բարդ թեմաներ կային, ավելի խճճված թեմաներ, բացահայտված մարդասպանություններ, պետական դավաճանություններ, այս ամեն ինչին չկարացին, դաժե հարցում արեցին Ինտերպոլն ասեց, «Վсё, այս մարդուն մենք հետ չենք տալու, ինքը ինչ արել է, ճիշտ խոսում է, ճիշտ է խոսում, այդ ամեն ինչը բլա բլա բլա» ու այսօր գալիս է սահմանադրության թեման եւ Վարդան Ղուկասյանն ուղղակի լրացնում են։ Ես հասկանում եմ այս ձև, որ բարձր մակարդակի ձևով ուղղակի այսքան թուղթ են բերել դրե դեմը, պետականորեն թեդի գնի դեսպանի մակարդակով, կարա մենակ լինի, որտեղ զանգերի մակարդակը չի կարող Ամերիկայի օրենքը այդ հայցը վերցնի։ Ես կարծում եմ, որ դեսպանի մակարդակով բերվել է դրվել է այդ դապոնով թղթերը դադախազության դեմը, իսկ դադախազությունը ուզի այդ թղթերով զբաղվելու է, դրա համար գործը հարուցել, հա, ու իրենք փորձելու են Վարդան Ղուկասյան անձին մաշեցնել, իր ոչ թե անձին մաշեցնել ասելը իր քաղաքական այս ուժը մաշեցնել եւ հանգցնել, որտեղ նայեք,
Վարդանը ոչ թե հարյուրավոր, հազարավոր մարդկանց օգնել է։ Իմ համար абսուրդը գիտեք որն է, որ ես հիմա այս քայլը անում եմ, դա իմ շնորհակալությունն է։ Սա իմ շնորհակալությունն է այդ անձի հանդեպ, որ ինքը թեկուզ մի անապահով ընտանիքի օգնել է զանգով, ես դա լսել եմ։ Ոչ թե մեկ անգամ, այլ շատ անգամ։ Իմ համար абսուրդն է, որ այսօր հազարավոր զանգերից հետո այդ հազարավորից գոնե հարյուրավոր ժողովուրդ դուրս չեն լինում։ Ես կոչ չեմ անում, ելեք կամ մի լեք։ Ուղղակի շնորհակալություն հայտնելը մարդուն, գիտեք ինչ, այն ինչ որ դու ցանում ես, այն հնձում ես քո կյանքում։ Իշքանով ճիշտ կնե որ դու լինեիր այդ օգնողը եւ ես քեզ անտեսեի։ Այո, նա ինձ ձեռքաբռնել, նա ինձ իմ հետ խոսելով առաջարկել է 2-3 անգամ, որ իմ լսարանը պատրաստ է Սերոբ Գասպարյանի համար եւ այդ ինչու գործերը բարձրաձայնի դեռ դա ժամանակը չէր այն վաղտ, այն ժամանակ, տեսեք, ես ասում եմ, բայց մարդ այդ քայլը արել է, ես տեսեք բարձրաձայնում եմ, բայց այն վաղտ քանի որ դեռ լես դատավարությունը շարունակվում էր եւ մենք դեռ իրավունք չունենք բարձրաձայնելու, մենք ուղղակի սուս մնում ենք, հիմա եղե բրծելը ամսի 12-ին Սերոփի դադն է։ Բայց ինչ եմ ուզում ասել, մարդը երբ որ մենք մի էջ էինք գցում, նա վեկալում գցում էր իր YouTube-յան էջերը, իր Facebook-յան էջերը, իր Telegram-ը, այս պահը իմ շնորհակալության պահն է, որ նա խոսել է իմ աղբորս, այն հրամանատարի, որ աղբերա կորցրել, այն հրամանատարի, որ որդի է կորցրել, ու ես այսօր չեմ կարող իմ շնորհակալությունը չհայտնել։ Դրա համար, այո, ես աջակցում եմ Վարդան Ղուկասյանին իր մարդ տեսակի համար, հայ տեսակի համար, նա մեզանից մեկն է, որ կարա այսօր իմ հետ դա նույնը կատարվի, կարա վաղը քո հետ կատարվի, իսկ հայ ուժը միայն միասնականության մեջ է։ Դրա համար իմ խնդրանքը սիրելի հայրենակիցներ, որ բոլորս միասին, ամեն օր, ոչ թե ինչ-որ ամսի 10-ից 10, ոչ, քանի նա ազատության մեջ չինենք, պետք է նա հարցնենք ինչ է կատարվել։ Մեր քաղաքական այդ կոչված էլիտան լռում է, հա, վրոդի ոչ մի բան չեղել, տեսակ մի հատ ինչ-որ մեկի բռնեցին, բայց այդ մեկը ձեր տունը օգնում էր։ Այդ մեկը ձեզ ուժ է տվել, որ դուք այսօր մտնում եք միտեղ, ասում եք լսի, ինձ շատ են զանգել ասեմ, ես էդի այսօր ասեմ, որ մարդիկ դաժե գնում էին միտեղ, երբ որ այդ խնդիրները չէր լուծվում, հեռախոսը հանում, ասում են, եթե հիմա այս խնդիրը չլուծես, կզանգենք դոգին։ Ու այդ խնդիրը հավատացնում եմ, որ ձեզ լուծվում էր։ Ու այսօր մենք այդ ամեն ինչը մոռանանք այդ անձին թողնելով, գիտեք, երբ որ աշխարհիկն է թողում, ես ցույց եմ տալի իմ հայ եւ քրիստոնյա տեսակը։ Գիտեք, ես մի բանի վրա շատ եմ զայրանում, երբ որ հայը հային ասում է դու հավատացյալ ես, իմ համար դա абսուրդային մի ոնց որ ինձ վիրավոր են։ Եթե դու առաջի քրիստոնյա ազգն ես, կոչվե շնորհքի երկիր, այս աստվածաշունչը տրվել է, որ դուք հայերով բարձրաձայնեք եւ լուսաբանեք։ Եվ մեկը մյուսի ասում եք դու հավատացյալ ես։ Գիտեք, երբ որ աշխարհիկը կամ խավարի որդին վատախոսի Վարդանից կամ մնացած մեր եղբայրներից մի պահ կհասկանամ, բայց գիտեք ինչը չեմ կարող հասկանալ։ Այն մարդկանց, թե մոմ վառելով, Էշմիածինը գնալով կամ եկեղեցի ձեր քաղաքի կամ ռայոնի գնալով, այն մարդիկ, որ կոչվում են հայ տարբեր եկեղեցիների անուններով, քարիզմատիկ ճյուղերը, դուք բոլորդ քարոզում եք սեր, դուք բոլորդ խոսում եք կորցված որդու մասին։ Նայեք, ես Վարդանի հետ ունեցել եմ 2-3 խոսակցություն, որ ես դաժե իր եթերում ասել եմ, որ դու ավելի քրիստոնյա ես, քանի որ նա ասում էր ես աթեիստ եմ։ Գիտեք իմ ինտերեսը ինչումն է, սիրելի հայրենակիցներ, իրենից խոսել եմ։ Դա այն մի գառնուկն է, որ հոտից մեկն է։ Ես լինելով 30 տարի Եվրոպայում ապրելով, օտար վարդապետություն, օտար մշակույթի մեջ մեծանալով, ես փորձում եմ ցույց տալ հավատացյալ, այո, ես հավատացյալ եմ, չեմ ամաչում ասելու, ես ծնկի եմ գալի միայն իմ Աստծո հոր
Որդու եւ Սուրբ Հոգու առջև, այո, ես չեմ ամաչում դա ասել, ես փորձում եմ այն հայրենակիցը, որ Ղուկասյան ազգանունն է կոչվել եւ նա ասում է ես հայ եմ եւ աթեիստ եմ, ես փորձում եմ հարցը մի ուրիշ ձև նայել, թեկուզ ձեր ասած հայոյող Վարդան Ղուկասյանն էր։ Ինչի՞ն նա սկսեց հայոհել։ Այդերից սկսենք։ Գիտեք, Աստվածաշնչում մի շատ հետաքրքիր տեղ կա, որ շատերը կարդում են եւ խոսում են Մարիա Մագդալենայի պոռնկության մասին, բայց չենք քարկոծում։ Դրա համար Հիսուսը ասեց ձեզանից ով մեղք չունի։ Մարիան պոռնիկներ, իսկ պոռնկացողը տղամարդիկ էին, որ դրանք չէին քարկոծվում, բայց քարկոծվում էր մենակ Մարիան Մագդալենան։ Ստեղ հարցը էթում է այդ գայթակղողներին, բայց մենք ոնց որ այդ գայթակղողին կամ այդ քայլանողին մենք մոռանում ենք։ Հենց էս է հարցը, որ այսօր եթե նա դառել է աթեիստ, ես իմի նայում եմ կաթողիկոսին, ասում եմ գավազանդ ուր է։ Ինչի՞ չի աշխատել, որ իմ հայրենակիցը, այ ես նախքան ուղիղ եթերում սրա մասին էի խոսում, որ ձեր գավազանը ուժ չունի եւ հայը դառնում է աթեիստ, վաղը կդառնա մուսուլման, մյուս օրը կդառնա բուդդիստ, հետո կդառնա ինդուիստ, հետո կդառնա համասեռամոլ, հետո կասենք արա գիտես ով էր։ Ով էր։ Հայ էր։ Մեզանից մեկը, որովհետեւ մենք սիրում ենք մարդկանց օգտագործել եւ բաց թողալ։ Օգտագործել եւ ասել ապա ես քեզ չեմ կամ քուրիկ ես քեզ չեմ ճանաչում։ Սա է մեր խնդիրը։ Եթե մարդը հայը կարողացել է քրիստոնյա ծնվի եւ հետո դառնա ինչ-որ մի ուրիշ դավանանքի, դա մեր ազգային ողբերգությունն է, ոչ թե այդ անձի։ Երբ որ դու գառին տանում ես արածացնելու, այն գառը եթե շեղվում է թմգնում է գելի բերանը, դա ոչ թե գառի խնդիրն է, այլ հովիվի խնդիրն է եւ հովիվի շան խնդիրն է, որ չի շուտ հաչացե եւ հովիվն շատ շուտ չի հասե իր գառին փրկելու։ Այո, ես ցույցադրում եմ իսկական հոգևորի քայլը։ Ես գնում եմ աթեիստի հետևից։ Ես իմ ձեռը մեկնում եմ աթեիստին, որտեղ Քրիստոս ինձ սովորացրել է ընկածին ձեռ տալը եւ հանելը այդտեղից, որ ցույց տաս Քրիստոսի իրական սերը, ոչ թե կանգնեք բեմերի վրա, գավազանով կայնեք սեր ասեք, բայց հետո ասեք էսի համասեռամոլա, էսի բոզա, էսի էսա, էսի էնա։ Դուք պատկերացնում եք քրիստոնյա ազգ, որ Քրիստոսը երբ որ գա, եկած կամ հիմա որ գա, ու մի գիք վեկալի ասի, լսի, Մանուշակը էս էր, Մարգոն էս էր, Պողոսը էն էր, ես ձեզ հավատացնում եմ 99 չէ, 100% շանս չեմ ունենա Աստծո արքայություն մտնելու, եթե Աստված մտածի այն ձև ոնց որ մենք ենք մտածում։ Էս է մեր ազգային խնդիրը։ Թողում ենք, մերը թողում ենք ու հետո էլ մատ ենք ցույց տալի, հետո էլ թողելով մեր աշկի գերանը մարդկանց փուշն ենք, ասում ենք, վա ինքը քֆուր է տվել, որ քո երեխեն կարողանա բուեթա, քֆուր է տվել, որ քո երեխեն կարողանա բժշկետա չխափեն, քֆուր է տվել, որ քեզի քցել են, փողը չեն տվել, մոռացաք այդ ամեն ինչը, քֆուր էր տալի, որ ձեր ավտոբուսի փողերը չդառնան 150 դրամ, այդ 50 դրամ եթե եք հաց առնեք ուտեք։ Այդ քֆուրի, ախր որ ասում են քֆուր է տվել, աշխարհից մի հատ հարց կա, լեմա արի ինգեր չա, նստեն գլեմա թո աչոտ տես մարդը, խիեր քֆուր տալի։ Ճիշտ է, ես էլ եմ ասում, որպես քրիստոնյա, ցավ եմ ապրում, որ մենք քֆուրով ենք արդեն հարց լուծում կամ ուժով կամ չգիտեմ զենքով կամ ինչ-որ ուժերով։ Բայց եթե ուրիշ բան չկա անելու, չի աշխատում, ոչ մի արժեք չի աշխատում, մարդը ուղղակի իր կյանքը դնելով քֆուր է տալի, որ քո երեխեն կարողանա 100 դրամով ավտոբուս նստի, ոչ թե 150 դրամով։ Ու այդ բոզի տղեկա ես իմի քֆուր եմ տալի, այդ բոզի տղեկը դնելով իրանց ջեբերը, այս ձևի մարդուն այս ձևի ազգին խայտարակ անեն։ Ոչ հավատնատեղը, ոչ քաղաքական գործիչներն են տեղը։ Ես որ ասում եմ երկիրը դառել է Բաբելոն։ Շատերն ասում են, եւ ես ինչ ես ասում, բա էլ ինչ դառնա։ Ինչի պտի մեր հայ քրիստոնյա քուրը կամ աղբերը դառնա ինչ-որ մեկը։ Ես չեմ ուզում անվանակոչել։ Ինչ-որ մի հատ մեկը։ Ինչի։ Որտեղ մենք պահանջատերը չենք, որտեղ մեր հովիվները, մեր քաղաքական գործիչները իրանց տեղում չեն։ Իսկ մենք նստում ենք, տենում ենք, ով է լավ բլոգեր, ով է լավ խոսում, ով է լավ թեմա, ու ինչ կա, նստում ենք, լսում ենք։ Ու հետո կրկնում ենք դրան քֆուրը կամ դրա ձևը։ Էս է մեր խնդիրը։ Հենց էս է մեր խնդիրը, որ մենք
Դու չես գործում, այդ Հայաստանը մենակ իմ տունը չի, քո տունն է։ Այդ Հայաստանը մենակ դոգի տունը չէ, որ այսօր պետք է ինքը քո համար, իմ համար քֆուր տարօթար նստեր։ Ինքը քֆուրի համար չի նստե։ Ինքը քֆուրի համար չի նստե։ Հենց էս է խնդիրը։ Եթե դաժե քֆուրի համար էր նստածներ, իր համար չէր քրվում, շատերիդ համար էր քրվում։ Այսօր Սերոբ Գասպարյանը չի նստե, որ 30 տարի աղբեր կորցնի, աղբոր տղա ու մեր տղեկը կորեն, որ այսօր ինքը եթա նստի ու մենք եթանք հանգիստ նստենք։ Այս այն ջղանությունը ասում ենք եւ խես չարած է։ Ոնց կարած չչանաց որ 30 տարի մարդը կյանքը տա, մարդը կյանքը տվել ու մարդիկ են կյանքները տվել։ Ու այսօր լռում եք, սաղդ նստում եք, երբ որ նստում ենք մենք Սերոբ հետ 4000-ից հոգի մարդ, օ հալելույա եղբայր ջան, մենք փրկվանք, մենք ընդունեցինք, մենք հզոր ենք, երբ որ խոսում ենք տարբեր մարդկանց հետ երկրի պաշտպանությունից, երկրի գաղափարախոսից, բոլորը դարել են Դավիթ բեկ, ուր եք մի բա, ուր եք, վախեցել եք սաղդ, ես չեմ վախեցել, ասեմ, այ բոզի տղեք, Նիկոլ Փաշուգլի, մարդը մերդի թող արժանապատիվ ձևով մերդի, որ վերջում անունները քարիվեն, Ռոստամի անունը արժանապատիվ ձևով, մնացած տղեկի անուն արժանապատիվ, այս են մեր օրինակը, ոչ թե բոզի տղեկն են մեր օրինակը, վախենանք իշով տափած մանգանք։ Գիտեք ինչի մանեք տափած, որտեղ դուք բոլորը մեկ-մեկ եք աշխատում, դուք չունեք միասնություն, հայի դժբախտությունը միասնություն լինելու պատճառն է, որտեղ բոլորն ուզում են իշխան դառնան, բոլորն ուզում են հովիվ դառնան, բոլորն ուզում են կաթողիկոս դառնան, բոլորն ուզում են գավազան ունենալ իրենց ձեռը, սա է մեր խնդիրը, ազգային խնդիրը։ Դոգը պրծավ, всё, ինչ արես չարես, всё պրծավ, մի տնանք ինչ ուրիշ դոգա գալը։ Սա է քո դժբախտությունը։ Այս է իմ խնդիրը, որ ես կանգնած եմ իմ հայի կողքին, անկախ նրանից նա, ավելի կկանգնեմ այն մարդու կողը, որ նա Քրիստոսից ավելի հեռու է։ Հենց դրա կարիք ունի այդ մարդը։ Այո, ես կայնելու եմ իր կողքը։ Ոչ թե որ ինչ ճանաչում եք, ինձ ոչ պաշտոն է պետք, ոչ գումար է պետք, ինձ ոչ բլոգեր կամ չգիտեմ ինչ, ոչ մի բան։ Ես հայ եմ։ Ու ես հասկանում եմ ճիշտը։ Ստեղ նայեք, այս գրքերի մասին մենք խոսանք շուտով։ Շուտով կխոսանք։ Շուտով կխոսանք, ստեղ էլի գրքեր կան։ Այսքան բանը պատմությունը, այս դրա մասին ես պետք է փորձեմ իմ ընկերոջ հետ խոսամ։ Սա դոկումենտ է, օրինական, ստեղ նայեք։ Այս դրա մասին էին կռվում տղեկ, այս դրա մասին որ գիտեն գլոխները կերան, ուշադիր նայեք։ Եթե չեք կարող նայեք, ասեք կասեմ որտեղից վերցնեք, նայեք ու կարդաք ու հասնեք ինչ դոկումենտներ են սրանք։ Այս բոզի տղեկ, այս ստորագրությունները, այս տղեկի այրան գինը արժեին։ Այսօր այդ տղեկը որ սա նստած է, այս դրա պատճառով է նստած, մեր երկիրը 26000 կիլո, 29000 կիլոմետրը չի։ Ու այսօր ուզում են վերջնականորեն բնաջնջել այդ եղածը։ Այս սա է խնդիրը։ Եթե չիմացություն կա, ամոթ չի։ Միաբանության մեջ է, որ կարանք մեկս մյուսով, ես էլ չգիտեի շատ բան։ Բայց տղեկը գիտեի, ով փորձեց իմանալ գլուխը կերան, ով փորձեց, որտեղ նրանք մենակ էին կռվում։ Այ եթե միանայինք, մենք էլ միանայինք եւ մի ուժ դառնայինք, այն վաղ ուրիշ ձևի կունենանք մեր հայրենիքի սահմանները։ Ես դոգին իմ եթերներից մեկում ես հարց տվեցի, ցավոք արդեն ուշ էր։ Ես ասի եղբայր, դու արդեն հզորանում ես եւ կարողանում ես եղանակ փոխես։ Դու պետք է ունենաս B եւ D պլանները։ Ինքը դա չուներ։ Սա էր իր խնդիրը։ Եթե նա ունենար A-ից հետո B, G պլանը, այսօր այս բուրգը չէր քանդվի։ Այսօր ես տեսնում եմ այս բուրգի քանդվելը, սա մի խայտարագություն է։ Սա էլի տալիս է մեզ մտածելու տեղ, որ այո, եթե մենք մի գործ անում ենք, մենք պետք է ունենանք մի քանի պլաններ։ Եթե Գևը չլավ, ինչ անելու, եթե Պողոսը չլավ, ինչ անելու, եթե Պետրոսը չլավ, ինչ անելու։ Սա մեր խնդիրն է միասնության։ Մեր խնդիրն է եւ ձեր խնդիրը բոլորիս խնդիրն է։ Էսա որ ես բարձրաձայնում եմ եւ ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին պահանջել Վարդան Ղուկասյանի ազատությունը, ելի եմ ասում։ Իսկ հոգևոր դաշտին նորից եմ ասում, Հիսուս Քրիստոսը չեկավ առողջի հետևից, եկավ հիվանդի հետևից, մի մոռացեք, որ հիմա ինձ ասում եք դոգ ես քարոզում, չէ, դոգ չեմ քարոզում։ Ես իրանից լավը չեմ եղել, երբ որ Քրիստոսը ինձ կեղտի մչից, արունի մչից է հանել։ Ինձ բերդից է հանել եւ ազատագրել է։
ու այսօր ես փրկվեմ ու տեսնելով, եթե այդ մարդը իրա բերանով ասում, ես ձեր արած կեղծերով ես դառել եմ աթեիստ, որտեղ հավատ չկա, ես ոնց կարամ տարբերվեմ։ Հենց այս ձև ես տարբերվում եմ, այո։ Ես իմ քայլերով, ես իմ խոսքերով տարբերվում եմ շատերիցդ, որովհետև դուք շատերդ ուզում եք կոմֆորտ, քաղաքականություն, որտեղ ծախված է, հոգևոր, որտեղ բոլորը ասում են հալելույա ամեն, մենք ուզում ենք մենակ լավերը, վատերը մեզի պետք չեն, քֆուր տվողը մեզի պետք չի, վայ, չգա հանգարց։ Մի պահ պատկերացեք, որ հանգարց Աստված մտածի այնց, ոնց որ մենք ենք մտածում։ Դա գլնի մարդկության երկրորդ կալոպսու եւ վերջ։ Եվ դենց էլ նելու է։ Կրակը լցելու է, վրեկն ու տասի էս չի, վառելու է եւ սարքի մոխի բոլորին։ Էս է լինելու, որովհետեւ մենք չենք գնում մեր գարի թեգուս մոլորված։ Հիշում եք որդու պատմությունը, երբ որ նա գնացել էր, թողեց իր հոր տունը գնաց եւ եկավ մի պահ, որ խոզերի հետ կեր էր ուտում եւ ասեց ավելի լավ է վերադառնամ հորս տունը։ Վերադարձավ եւ երբ որ հերը տեսավ, իր մոլորված որդին գալիս է, թագավորական պատմանջանը դրեց նրա ուսին, մատանին թագավորական դրեց մատը եւ շատ որդին երկրորդ որդին կամ որդիներ նախանձեցին։ Գիտեք ինչի համար, որտեղ նրանք արդեն փրկված են, նրանց համար պետք չէր։ Բայց այն մեկը, որ եկել էր հետ, նա վերցրեց։ Հայրը չասեց, լսի դու խոզերի հետ կեր էր ուտում, դու 10 տարի, 20 տարի վատ խոսք էր ասում, այսով ես դու ոնց կարաս թագավորական ընտանիք մտնես, ոչ։ Հայրը ընդառաջեց, գնաց առաջ, նա չսպասեց մինչև որդին գա։ Էս է մեր խնդիրը, հետո էլ ասում ենք մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք, մենք առաջի քրիստոնյաներն ենք։ Քայլ արեք, ձեռք ցեք, օրինակը ցույց տվեք ձեր քրիստոնյա տեսակը, չեմ ասում քաղաքական տեսակը, չեմ ասում ձեր ով լինելը, ձեր հարուստ կամ չհարուստ, ցույց տվեք, որ դուք ասում եք, դուք քրիստոնյա ազգ եք, քրիստոնյա ազգը ընկածին ձեռապ տալի եւ բարձրացնում է, եւ երբ որ նա կհարցնի ինչու, ես կպատասխանեմ ինչի համար, որտեղ ես չեմ ուզում, որ դու դժոխք գնաս։ Ես ուզում եմ, որ դու ապրես հորս տան մեջ հավիտյան։ Աստված օրհնի ձեզ, իմ կոչը բոլորիդ լինել Վարդան Ղուկասյանի եւ մնացած մեր եղբայրների, ով որ հայրենիքի համար հիմա նստած է, մենք մինչև ամսի 12-ը ամեն օր ունենալու ենք ուղիղ եթեր, ազատություն բոլոր մեր աղբերներին, մեր հայրենակիցներին, խնդրում եմ, ոտքի կանգնեք, աջակցեք մեր եղբայրներին։ Աստված օրհնի ձեզ, շուտով կհանդիպենք։